Պարոն Մանուկյան, բազմից է եւ ընդդիմադիրների եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների զոհված զինծառայողների ծնողների կողմից ընդգծվել, որ Հայաստանում իրավապահ համակարգ գոյություն չունի, գլխավոր դատախազություն գոյություն չունի։ Հետևաբար գոյություն չունեցող կառույցից պահանջելը ինչքանով է իմաստավոր։ Մի անգամ եւս կվավերացնենք, այնուամենայնիվ շատերը լսում եք, որ շարունակաբար խոսվում է այն մասին, որ այս ԿՊ-ական պարագլուխները տևական հանցագործություններ են գործում տարբեր աշճանի, տարբեր որակների եւ հիմա ժամանակն է, որ այո, իրավական դաշտ նաեւ փոխանցվի այդ հայտարարությունները, որոնք անում են, նախ որպեսզի մերկապարանոց չհնչեն, իրավական հիմք ունենան եւ մենք հետո հասկանանք, ընթացք տալիս են ի վերջո այդ հանցանքներին եւ այդ հանցանքների գնահատականը մենք պիտի կարողանանք ստանալ նաև մեր ժողովրդի պահանջով եւ դուք հիմա նշեցիք ծնողներին, ես ասեմ, որ շատերը մոռանում են ասել, որ այս շարժումը հենց ծնողների, հերոսների ծնողների օրհնությամբ է սկսվել եւ այդ օրհնությամբ էլ հաղթանակը նշվելու է։ Բայց սպասելիքներ կան դատախազությունից։ Օրինակ նախկին դատախազը մեկ անգամ մեկնաբանելով ասել էր, որ հիմքեր չկային այդ ժամանակ։ Ես իրատես եմ, ես գիտեմ, որ սպասելիք այդ իմաստով ինչպես որ մենք ենք ուզում չի լինելու, որովհետև ձեր ասած դատախազը մի անգամ բաց հայտարարել է, որ ինքը զեկուցում է այսօրվա վարչապետին։ Այսինքն նա անում է նրա հրահանգները, նա էլ ասել է բացի դատախազից, նաև դատավորների համար կա այդպիսի դատավոր, որ իմ հրամանը, այսինքն իրավական համակարգը գտնվում է իր ափի մեջ։ Դե մարդը, բայց կարծես ափը բաց է թողել, հիմա հեծանիվ քշելով է զբաղված, այդտեղ շատ ազնիվ միտում եմ տեսնում, ասում եմ, որ ես իրավիճակին չեմ տիրապետում, ես անցել եմ իմ սպորտաձևին։ Հույս ունեք, որ այդ առիթից կօգտվի եւ դատախազը ոչ թե կզեկուցի, այլ ձեր դիմումին ընթացք կտա։ Եթե անգամ ընթացք չտրվի կամ ձևական հոլովույթի մեջ հայտնվի, միևնույն է մենք պարտավոր ենք իրավական դաշտ փոխանցել այն, ինչը հայտարարում ենք։ Ես գոնե գիտեմ, որ դարակազմիկ հանցագործների հետ գործ ունեմ եւ ես գիտեմ, որ իրավական գնահատականը լինելու է նաեւ քաղաքական գնահատական, որը կլինի իշխանափոխությունից հետո եւ այդ ժամանակ վստահորեն ձեր բոլորի առջեւ կանգնած կասեմ, որ այո, արդարադատությունը հաղթելու է։ Տեսեք, երբ որ հանրությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին տեսնում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների հետ շատ ջերմ շփվելիս, իր մոտ հարց է առաջանում, այդ դեպքում որքանով պետք է արդարադատությունը պահպանի նույն գլխավոր դատախազը։ Օրինակ, երբ որ ինչ-որ քրեական գործեր առնչվեն նրանց հետ սերտ առնչություն ունեցող անձանց հետ։ Բայլակ ջան, արդեն ասացի, որ այո, ես մտածում եմ, որ նա չի կարող ընթացք տալ եւ ձևական բնույթ գուցե իրենց կողմից կրվի, բայց մենք պարտավոր ենք իրավական դաշտ փոխանցել այն հայտարարությունները, որոնք անում են։ Իհարկե չի կարող, մենք բոլորս ենք համոզվել դրանում, նրանք միայն պատժում են նրանց, ովքեր դեմ են իրենց քաղաքական կուրսին, իսկ այդ կուրսը որն է, ես բազում անգամ եմ հնչեցրել, որ օտարի շահերի սպասարկում է կատարվում։ Մենք չկանք, մենք ընդհանրապես տեսանելի չենք եւ ուրեմն այս գործիչների իշխանությունը զավթացների մասին է խոսքը եւ նրանք ովքեր դրսից են գործում, Հայաստանը շրջանցվել է, հայ մարդը շրջանցվել է։ Այսօր խոսում են ամեն ինչից, տարածաշրջանում նոր պատերազմներ է հասունանում։ Մեր դերը որն է, մսկի դեր չեն էլ տեսնում, մեզ տեսնում են դուրս այս տարածքներից, կամ սա պիտի այստեղ ունենայից ռազմական ներկայությունը կամ են մյուսը, որպեսզի իրենց հարցերը լուծեն Իրան, Ռուսաստան, մյուս, մենք չկանք, մեզ չեն նկատում։ Այսինքն մեր երկիրը որպես միավոր այլևս գոյություն չունի իրականում։ Այն թղթի վրա ինչ կա, ինչ չկա, դա էլ է կամաց հանձնում, մանավանդ որ ասել են, որ կադաստրի վկայական էլ չունենք։ Դեպետ այդ վկայականը հետո տեսա, որ այն գիրքը, որը իր սիրելի Էրդողանը նվիրեց, դա նաև իր մեջ պարունակում է այդ վկայականը։ Պարոն Մանուկյան, ասում եք Հայաստանը չկա, բայց նույն օրինակ Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարարին հարցում արդյոք Հայաստանում կվադրոբեռներ կան։ Հիմա եթե Հայաստանը չկա, բայց կվադրոբեռներ կան Հայաստանում։ Ես Սերգեյ Լավրովի հայտարարությունները իմ համար որևէ նշանակություն չունեն, ես մի անգամ ասել եմ, ես նրան համարում եմ ժամկետանց քաղաքական գործիչ եւ այն առումով, երբ պատերազմը ուրեմն երկու եղբայր պետությունների մեջ եղավ, ես սա համարում եմ նաև իրենց դիվանագիտական պարտությունը։ Եվ նրա ասածը ինձ համար որևէ հիմք չի, որևէ գնահատական տալ։ Ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը ամեն դեպքում ընդունում է, որ Հայաստանը որպես սուբյեկտ գոյություն ունի։ Դե պետք է ընդունեն այնքան ժամանակ, մինչև այդ փաստացիորեն արդեն տարօհեն ամեն ինչ, եւ հիմա խոսում են նոր տարածքների հանձնման մասին, եւ ես չեմ տեսնում որևէ ուժ, որը գա կանգնի միանա սրբազան շարժման, ասի մենք տեր ենք մեր երկրին եւ մենք այո այդ տարածքները պաշտպանելու ենք, չենք թողնելու, որովհետեւ
մենք պիտի կարողանանք չէ սերունդներին ինչ-որ բան փոխանցել, հո չի կարելի մսխել ամեն ինչ, հո չի կարելի վերացնել աչքներիս առաջ մի ամբողջ պետություն, երկիր, որը դարերի հազարամյակների կենսագրություն ունի։